Բարի երեկո։ Իցավս ինձ այսօր նորից խոսելու ենք Արցախի թալանի մասին, ինչու իցավս, որովհետև բազմաթիվ այլ գործեր կա, որոնց հետաքննությամբ զբաղված ենք, դա Գագիկ Խաչատրյան, Սերոբ Դայան, Պալադա հյուրանոցային համալիր եւ այլն եւ այլն եւ այլն։ Բայց ժամանակ ոչ թե ժամանակ չի լինում, այլ Արցախը այն կարգի են թալանել, որ այդ թալանը ինձ թվում է մասերի բաժանած, մենակ մի ընտանեկան կլանով մենք երևի կհասնենք այս Կոմիտաս Կարապետյան, Մերի Կարապետյան and Company կհասնենք մինչև Արցախի թալան 10։ Մինչև բուն թեմային անցնելը բնականաբար կարդում ենք բոլոր մեկնաբանությունները, որ գրվում է։ Ինձ համար անհասկանալի են այն մեկնաբանությունները, որ մենք մեր եթերներով սեպ ենք խրում Արցախի տեղահանվածների եւ Հայաստանում բնակվող անձանց մեջ, ուրեմն սա հենց այդ գրողներն են սեպ խրում եւ դա մանիպուլատիվ մեկնաբանություններ է եւ դրանք ամենայն հավանականությամբ այս թալանչիների կամակատարներն են կամ 1000 դրամանոց մեկնաբանություն գրողները, որովհետեւ թաքցնելով մենք ոչինչի չենք հասնի, տենց թաքցրեցիք դուք 30 տարի Արցախում ոնց էին ձեզ թալանում, մենք այնտեղից ձեն չէինք լսում, դրա համար վերջում եկանք այս ցավալի իրողությանը եւ Հայաստանում հանցագործներ ոնց որ եւ բոլոր երկրներում միշտ եղել են, մեզ հավելյալ հանցագործների ներգաղթ, իդեմս ոչ թե Արցախից բռնի տեղահանվածների, խնդրում եմ մանիպուլյացիայի չենթարկեք իմ բառերը, այլ իդեմս այն կլանի, որ ձեզ այնտեղ թալանել է, այնտեղ գտնվելով մեր հարկերն է լափել, ու այսօր որպես տենց միլիոնատեր օլիգարխներ գալիս են եւ սկսվում է Երևանի ստրկացում, Հայաստանի ստրկացում երկուսը, եւ ասեմ ինչով, որովհետեւ այն որ մուլտիկ կա, հա, որ ասում է չի պալյա Մարկիզը Կարաբասը, այսօրվա դրությամբ երբ որ մենք անցնում ենք քաղաքի կենտրոնով, անցնում ենք տարբեր մարզերով, այն որ ասում են չի պալյա, պարզվում է, որ այս նոր եկած, հիմա էլ նուվորիշներ, որ եկել են, նրանք են ամբողջը սեփականացրել եւ փորձելու են Սերժ Ռոբերտ որ ասում է 3 անել, որը մենք թույլ չենք տալու, որովհետեւ եթե այն ժամանակ չի եղել Facebook-ում կամ այս տեղեկությունները, հիմա ես գտնում եմ, որ այս տեղեկությունները անհրաժեշտ է, մարդիկ ազգի ստահակներին, հանցագործներին պետքա ճանաչեն դեմքով։ Միևնույն ժամանակ ես գտնում եմ, որ շատ կարեւոր է, որ ճանաչեն ոչ միայն մենք չենք ասում, հա, այս հանցագործները մենակ Արցախից են եկել, սա հանցավոր կազմակերպված խումբ է, որը բաց եթե Հայաստանում չունենար հանցակիցներ, այսինքն մարդիկ ովքեր իրենց սատարելու են, իդեմս տարբեր բանկերի եւ մենք սրա մասին ասենք Ագբա բանկի մի էպիզոդով բնականաբար խոսելու ենք դրա մասին, այսինքն կան բանկեր, կան Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, որոնք սիրով փողին մուննատ, այսպես սատարում են այս խմբերին, որովհետև եթե նրանք հասկանային, որ Հայաստանում խնդիրներ են ունենալու, այդ գումարները չեն բերելու։ Եվ մի բան էլ եմ խնդրում գյուղացի եւ գեղցի բառերը չշփոթել, որտեղ սրանք ամենամանիպուլատիվ մեկնաբանություններն են։ Ես սիրով ուղիղ եթերի ժամանակ կպատասխանեի հարցերի, հենց այդ մեկնաբանողների, բայց քանի որ դրանց մեծ մասը fake են կամ անդեմ կամ տորտի դեմքով, կարպետի դեմքով, բաբոձեդոյի արձանի դեմքով, չգիտեմ շունկատվի դեմքով ինչ որ կերպարներ են, մի երկուսն են, որ դեմք ունեն, այն էլ ոչ մի բան չասող, չի տարբերվում fake պրոֆիլից, չեմ կարողանում։ Երբ որ անցյալ անգամ ես խոսեցի Կոմիտաս Կարապետյան, Մերի Կարապետյան զույգի մասին, որը մոտ չէ 35 միլիոն դոլարից ավել են ինչ որ մենք ենք մեր փոքր ռեսուրսներով հետաքննել, գումարա յուրացրել, թալանել, բերել Հայաստան ու հիմա էլ որոշում են, որ տենց ծածուկ գախտնի ստեղ մեզ բոլորի ստրկացնեն, որը բնականաբար այս իմ խոսալու նպատակը դա է, որ չի լինելու։ Որոշ մարդիկ գրել էին դուք մարտունեցիներին վիրավորում եք, ուրեմն ես իծնե չեմ կարող Մարտունի շրջանի ընդհանրապես որևէ մեկին, իսկ Արցախից եկած որևէ մեկին վիրավորել, որտեվ ես ունեմ Արցախի
գեներ հայրս եւ նամանավանդ Մարտունու շրջանի։ Երբ որ ճիշտ ասում ես, որ այս մարդիկ այնտեղ ոնց են ապրել, ու իրանք գրում են, իրանք ստեղ են մեծահարուստ եղել։ Մեծահարուստ են եղել, որտեվ դուք եք ստրկամիտ եղել ու լռել եք։ Երբ որ Երևանում ես եմ տեսնում Ստեփանակերտը այսքան էր, դուք ավել կտեսնեիք, բայց դուք այդքան համարձակություն չեք ունեցել իրանց դեմ դուրս գալու, որը նաև չեմ ասում մենակ դրա պատճառով, որը եւ պատճառ էր մեր հողերը կորցնելու։ Դուք լավ եք հիշում ադրբեջանցիներին ինչեր հանձնեցին պահեստներից, քանի դեռ բլոկադայի ժամանակ մեծ փողերով այստեղից փորձում ենք երկու կտոր դեղ կամ ապրանք ձեզ անել։ Եթե դուք չեք ուզում տեր կանգնեք ձեր իրավունքներին, մի փորձեք նաև ստրկացնել Երևանի քաղաքացիներին կամ Հայաստանի բնակչությանը, չի կարելի։ Ես սիրում եմ Արցախը, ես սիրում եմ Արցախից բռնագաղթված ցանկացած մեկին, բայց ես ստրուկ չեմ սիրում, անկախ ռասայից, անկախ գույնից, անկախ պատկանելությունից, նենց որ այդ ձեր էժան մեկնաբանությունները մենակ դուք վարկաբեկում եք ձեր տերերին։ Այսքանը կասեմ։ Այսօր մենք խոսելու ենք այս հանցավոր խմբի մի այլ հանցավոր գործունեության մասին, որի մասին սենց քիչ խոսել ենք, սա Elite Residence-ն է եւ Monte Համալիրն է եւ փողերի լվացման մասին եւ ելի եմ ասում, եթե Հայաստանաբնակ անձնավորություններ սատար չկանգնեն, չեն կարող այս մարդիկ գալ եւ այստեղ գումարներ լվանալ։ Եվ այստեղ գիտեք ինչն է ինձ համար ցավալի, Հայաստանը բանանվի ռեսպուբլիկա չէ, էլի, բայց տենց դուրս եկա, որովհետև այս մարդիկ այս ամբողջ գումարներով կարող են գնալ Եվրոպա, կարող են գնալ Ամերիկա, բանը, Ստատուե Սվաբոդին առնել, ասենք Կոմիտաս Կարապետյանը իր այն մի երկու թուլեքի հետ, որ սենց դնեին իրար վրա, Ստատուե Սվաբոդին, բայց ցանկացած քաղաքակիրթ երկիր, նույնիսկ Ռուսաստանը, որ մենք ասում ենք հա Եվրոպան է քաղաքակիրթ, բա թող գնային Եվրոպա, վզներին տալու են, ասել են, ես որտեղից է այս գումարները։ Իսկ Հայաստանում այլ ստրկամիտ ընկերներ, որոնք եւս պետքա դատվեն սրանց հետ միասին, այլ ստրկամիտ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում մարդիկ կան, որոնք կառավարությունում են աշխատում, ես միշտ ասել եմ, որ մենք գիտենք այդ տանիքների մասին, ուղղակի խոսելուց պետքա այդ փաստը ներկայացնել, դե հիմա չենք կարող այդ պահերը նկարել, բայց երևի մի օր դա էլ կներկայացնենք, որտեղ գիտենք ովքեր են, ստրկամիտ մարդիկ փողի համար այդ արնոտ փողերը որոշեցին լվանալ այստեղ։ Հիմա խոսքը վերաբերվելու է Elite Residence-ին, էլ եմ ասում, այս ամբողջ հանցավոր բանդայի պարագլուխը դա Արցախի նախկին փոխոստիկանապետ Բակոյի հանձնակատար Կոմիտաս Կարապետյանն է, այսինքն մենք այլ մարդու մասին չենք խոսում։ Եվ քանի որ Ստեփանակերտում իր նկատմամբ վախի մթնոլորտ ա եղել, իրան թվում է թե այստեղ ինքն էլ է այդ Կոմիտասը, ափսոսում եմ իհարկե այդ անունը, բայց ինքը այստեղ ոչ մի բան է։ Ինքը Կոմիտասը իր ստրուկների համար եւ Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիների համար, որ կարող է փողի համար գնան, իրան ծառա դառնան։ Իմ համար ինքը ոչ մեկն է, բացառապես ոչ մեկը։ Եվ Արցախից բռնի տեղահանվածներին էլ եմ կոչ անում, он никто, и зовут его никак, դուք նույն ձևի Արայիկից եք վախում, Բակոյից եք վախում, եւ դուք իրանց տենց դարձրեցիք, այդ մարդիկ տենց չէին, դուք իրանց տենց դարձրեցիք, նույն ձևի Հայաստանի բնակչությունը Սերժին ու Ռոբերտին բերեց, ասեց ինչ ուզում եք, որ պոզայով ուզում եք, ոնց ուզում եք, եւ այդ մարդկանց ծառայելը 18 թվին բերեց նո ժողովուրդը կարծում էր իր ընդվզման եւ դրանց սրբելու, որը առ այսօր չստացվեց, որովհետեւ մեր ժողովրդի մեջ այդ ծախու գենետիկ չպարզված հատվածը շատ է, որը պետքա ուղակի սրբենք կամ ուղարկենք իրանց ծննդավայր, չգիտեմ որտեղ է գտնվում։ Հիմա ինչ վերաբերում է այս Elite Residence-ին, ուրեմն ինչի եմ այս Elite Residence-ին անդրադառնում, որովհետև մենք բոլորը գիտենք, որ փողերի լվացման ամենալավ եւ ընդունված միջոցը դա շինարարությունն է, եւ դրա համար է այսօր Երևանը դարձել շինհրապարակ, դրա համար մենք այսօր օդ չունենք շնչելու, որովհետև ինչ որ մարդիկ իրանց փողերը լվանում են,
մեր առողջության հաշվին, չգիտեմ, մեր ընդերքի, մեր բնության ամեն ինչի հաշվին։ Եվ ինչ որ մարդիկ էլ ստրկաբար այդ թույլտվությունները տալիս են, որտեվ այդ մանին որ տեսնում են ու աչքերները կուրանում է։ Հիմա ինչի եմ Elite Residence-ին անդրադառնում, որտեվ Կոմիտաս Կարապետյան and Company այդ բանդայի բերած փողերը շատ տեղեր է լվացվել, բայց մենք անդրադառնալու ենք այստեղ հեկերին եւ այլն, բայց ամենասենց կարկառուն օրինակներից մեկը Elite Residence-ն է, ես կուզեմ ուղակի մարդկանց անունները տամ, որ դուք պատկերացնեք։ Սա դե բնականաբար ես եմ, Կոմիտասը չկա, Կոմիտասի մեջքի հետևն է, չի երևում։ Սա Վարդան Խաչատրյան, Գևորգ Խաչատրյան, թե սա Սերգեյ Զաքարյանն էր, սրանց դեմքերով չեմ էլ հիշում, սա իրանց կինն է, սա Նարեկ Կեսոյանն է, Հայաստանի Պետական տնտեսագիտական համալսարանի դեկանը, որի մասին մենք հետո ենք անդրադառնալու շատ մանրակրկիտ, թե ով է, ինչու է եւ ինչու է այստեղ հայտնվել։ Սա գիտեք, այն ցեխավիկներ կային, չգիտեմ, երևի իմ սերունդը կհիշի, որ ցեխավիկների ժամանակ այդ ցեխավիկները, որ ավտոմեքենա բան էին առնում, ասում էին BХՍՍ կգա կբռնի, անպայման մի հատ ինտելիգենտ մեկին գտնում էին, ավտոն իր վրա էին գրանցում, էլի։ Հիմա այս ցեխավիկները իրանց Elite Residence-ը որոշել են այս մեր ինտելիգենտ կոլեգայի վրա գրանցեն։ Դրանով սրանք փողերը լվացել են, սա էլ փողերը պարզաջրել է Արցախից բերած, ոնց որ ինքն է կարծում, բայց չի լինելու դա, ես չեմ թողնելու։ Իդեպ քրեական վարույթները նախաձեռնված է, օրեր առաջ եմ եղել ցուցմունք եմ տվել, հիմա թե իրանք ինչ կքննեն, ոնց կքննեն, ես լավ քննելու եմ, ու այս քննածը ոչ մենակ մեր երկրում, ես ուղղակի չեմ սիրում մեր երկրի կեղտոտ սպիտակ եղեն ուրիշտեղ լվանալ, այս մարդիկ պետքա դառնան persona non grata եւ եվրոպական երկրներում, եւ Ամերիկայում, եւ Ռուսաստանի Դաշնությունում, որտեղ մենք բոլոր իրավապահ մարմիններին ուղարկելու ենք, որ սրանք փող լվացող հանցագործներ են, սրանց չթողնեք, որ մտնեն ձեր երկիր, որտեղ սա վիրուս է, կորոնայից ավելի վատ վիրուս են սրանք։ Հիմա եկեք ես ձեզ փաստերով, որտեղ գիտեք, ես փաստերով ուզում եմ ապացուցեմ ինչ է իրանից ներկայացնում Elite Residence-ը, մենք հետո նորից կանդրադառնանք այս մարդկանց կապերին։ Տեսնում ենք Elite Residence փակ բաժնետերական ընկերություն եւ բաժնետերերի ցուցակ եւ դուք հասկանում եք, ես նույնիսկ զզվում եմ ամսաթիվը կարդալուց, սա 21 թվականի մարտի 17-ին Սերգեյ Ահարոնի Զաքարյանը Արցախից Հայաստան եկած գրանցել է, այսինքն երբ որ մենք դեռ այստեղ դիահերձարաններում էին, հա, Արցախում զոհվածների մարմինները, դեռ մարդիկ իրանց երեխաներին էին ման գալիս, դեռ վերքը, ոչ թե վերքը հիմա էլ չի լավացել, դուք պատկերացնում եք, ընդամենը մի քանի ամիս էր անցել 20 թվականի պատերազմից, այս արցախցի վունդերկինդները տենց լուրջ միանգամից կողմնորոշվել են, որ վախ տնա, սրանք սրբություն չունեն, որտեվ ինչքան այստեղից երեխա գնաց ու մահացավ նրա համար, որ Արցախը փրկի, իրանք թքած ունենալով կներեք այդ բառի համար ամեն ինչի վրա, վազելով եկան որտեղ 21 թվին, այն որ գիտեք, սա շատ նման է, այդ մարդը մահանում տուն է, որ 40-ը չտված, ինչ որ այդ տան անդամները սկսում են հարսանիք անել, սրանք պիղծ են, էությամբ պիղծ են, պատկերացնում եք, Սերգեյ Զաքարյան, Սերգեյ Ահարոնի Զաքարյան, ես այս ներկայացնելու եմ, հիմնում է Elite Residence-ը, Երևան Տիգրան Պետրոսյան փողոց հասցեում բնակվող այնքը եւ տնօրենը նշանակում Վարդան Խաչատրյանին։ Նայեք, Կոդ Բազիլիո Իլիսա Ալիսա, բայց սրանք երկուսով չեն, սրանք մամա պապա ունեն, մաման Մերինա, պապան էլ Կոմիտասը։ 100% սա դեմքով ճանաչեք։ Սա էր տնօրենը, ինչի եմ ասում լավ հիշեք, որտեվ անընդհատ հետո առաջ ենք անելու, որ պատկերացնեք։ Սա 21 թվականին է։ Էս այն կազմակերպությունն է, որ հետո ինտելիգենտ տղա է պարզաջրում այս գողացած փողերը։ Ինչի եմ ասում գողացած, որովհետև
Եթե անդրադառնանք թե սրանցից ով ինչ ա եղել Արցախում, ես բոլոր մասնագիտություններն եմ հարգում, բայց դժվար էլ ասենք Վարդան Խաչատրյանի հայրը թիվ 10 դպրոցում, եթե չեմ սխալվում, տնտեսվար ա եղել, թող նույնիսկ ուսուցիչ եղած լինի, բայց չէ։ Մայրն էլ Տիկին Հասմիկը շատ լավ հրուշակագործ ա եղել։ Ես չեմ կարծում, որ հրուշակագործն ու տնտեսվարը կկարողանային այդքան գումարներ դիզել եւ տային իրենց տղային, որպիսի ինքը բերեր Երևան ու դառնար տնօրեններ եւ այլն, որովհետեւ Վարդան Խաչատրյանը Ժորժ ջան, այսօր ասում եմ Կոմիտաս Կարապետյանը մեջքիս հետևներ են նկարում, թաքնված դիվանի տակ։ Այս Վարդան Խաչատրյանը եղել է Կոմիտաս Կարապետյանի հաշվապահը, երբ որ նա եղել է բնապահպանության, կարծեմ նախարար։ Ես եթե խնդրեմ մի պահ կուզենամ հիշեցնեմ այն մարդկանց, որ առաջի անգամ են նայում, ով ա եղել Կոմիտաս Կարապետյանը, այս սա հիմա սկի Բակոյին էլ չի հիշում, սա հիմա ամենտեղ ասում է, չեմ ուզում այդ բառը ասեմ, ինչ անի Բակոյին, ասում է իմ համար գոյություն ունի մի իշխանություն, էսա, այսինքն սրանք, ես բան չունեմ ասելու, ամեն մարդ իր ընտրությունն ունի, բայց բանն այլ Սերժի Վաչոյի սինդրոմն է, սա է սրան մարդ սարքել, ոնց որ Սերժ Սարգսյանն Վաչոյին բերել է անկոշիկ, անշոր, հիմա Վաչոն դարել է բան մեծ սեփականատեր, խոշոր սեփականատեր, նույնն էլ էս ա եղել, ոնց որ նա է Սերժի դեմ ցուցմունք տալիս, սա էլ է, սրան որ տանեն Բաքու ու հանգարցել, իհարկե Աստված մի արածց է, որտեղ ուզում եմ սա ստեպտի դատվի, սա սաղ կպատմի Բաքոյի արածն, այսինքն էս կատեգորիան են, ուրեմն լավ լսեցիք, այդ Վարդան Խաչատրյան կոչվածը հետ գնանք, սրա սփաթին նայող չկա, եղել է սրա այսա, եղել է հաշվապահ, այսինքն ես ուզում եմ, որ մի քանի անուն հիմա հիշեք, որը ցույց եմ տալու, որոնք թալանել են մեզ, թալանել են Արցախը, հիմա էլ եկել են, որ մեր երեխեքին սարքին իրանց աֆիցիանտները, չեմ ուզում ոչ նորմատիվ բան ասեմ, չեմ ուզում ձեռքով ցույց տամ այդ ոչ նորմատիվը, բայց ղալաթ եք արել, դուք ինչ սարքեք, մենք դա ձեր ձեռքից վերցնելու ենք, ու դուք լավագույն դեպքում լինելու եք այդտեղ ավտո, մանավանդ սրա կնիկ էս Կոմիտաս կնիկ լիքը պարկովկա ունի առած 15 հատ կայանա տեղի առել, այդտեղ մեկը տնելու եք պակրշկա սևացնող, մեկը տնելու եք ավտո լվացող, մյուսն էլ ավտոյի այդ ապակիները մաքրող, տրապկայով կմաքրի, թե հիմա տենց մոդեռն այլ ձևեր կա, գիտեք, աղջիկները մաքրում են, էդ էլ արդեն իրանց ընտրությունը կլինի։ Ուղղակի ես նողկանք ու ցավ եմ ապրում, որ այդքան երեխա գնաց զոհվեց, սրանք հələ տարին չտված, հələ նայեք ինչեր են անում Երևանում, այդ երեխեքը Մոնթե ռեզիդենսի տեղը չգիտեին, էլի ռեզիդենս չէին կարում, պետք է գար մեծն մերին, Կոմիտաս Կարապետյանի կնիկը հաշվապահ ու չգիտեմ ինչ առած, չնայած սրա այդ մերի կապը ուրիշ կապ է, էդ էլ դե թող Կոմիտասը մտածի, չնայած գիտեք ինչ, թողը որ տալիս են մնացածը նորմալ է, այդտեղ թեմա չկա։ Սա Մերի Կարապետյանն է, Կոմիտաս Կարապետյանի կինը, որը առերևույթ այդ էլիտ ռեզիդենսում չի երևում, բայց ես սա ցույց կտամ ձեզ, թե որտեղ է ինքը դա երևում։ Հիմա հասկանանք, թե այս սիրուն տիկինը ինչ կապ ունի այս երկու տղամարդկանց հետ։ Սա Սերգեյ Զաքարյանն է, այս լնայք էլիտ ռեզիդենսից բավականին առաջ։ Սա, ահա Մի հատ որ լավ պատկերացնեք էլի, այս թայֆան, ու այս Կոմիտաս Կարապետյանը գիտի ես իր համար Ստեփանակերտն է, ինքը որ դուրս գա ասելու են բարով ես եկել, դու ստե բարով չես եկել, դու ստեղ եկել ես չարով գնալու ես։ Լավ հիշի, Կոմիտաս, եթե հանգարց քեզ Չոբանքյարը կամ Նուբարաշեն նեղացնեն, զանգ կտաս կգանք իրավունքներդ կպաշտպանենք, իսկ որ քեզ հնարավոր է տարբեր պոզաներով նեղացնեն, այն մարդիկ, որոնց երեխեքը գնացին զոհվեցին, որ քու պեսը իրակ կնգան, կնիկն է Սերգեյ Զաքարյանի հետ, գաք ստեղ ես իմ ինչեր անեք, դու չարաչար սխալում ես, այս քո համար Ստեփանակերտը չի, սա Երևանն է, ու Ստեփանակերտում է լիքը արժանապատիվ մարդ է ապրել, ում դու վախացրել ես։ Հիմա նայեք,
Դեք անուններս հիշեք Վարդան Խաչատրյան, Սերգեյ Զաքարյան եւ Մերի Կարապետյան։ Մի տղամարդ, որ իր կնգան ամենտեղ դեմ տա, ես տենց բան չեմ պատկերացնում, էլի են էլ Արցախում թասիբով ժողովուրդ է ապրել։ Հենց եկել ասել են, էս ումնա, Էմպորասպիսիասի մարկիզը Կարաբասա, ասել է Մերի Կարապետյանինն է, կնգան դուրը բացել, ասել է, էս իմ կնիկն է, տարեք, Իրանն է սա։ Я тут ни при чем, ես բոմժ եմ, ես դաժե սեփական մենակ կոշիկ ունեմ ու նասկի։ Ասեք սուտ է։ Դե հիմա կոմենտ գրող մանիպուլատորներ գրեք էլի որ սուտ է։ Գրեք, այդ գրողները սրանց ներքնաշորերից հոտ քաշողներն են, որ Արցախում այնքան հոտը քաշեցին, որ եկան ստեղ, այդքանի բռնի տեղը հանված է այսօր եկել տներ առել Արցախում, չէ, մենակ սրանք են առել, սրանք ու մի քանի պղծեր, որ փախել է մի մասը Կրասնոդար, սա Մերի Կարապետյանն է, սա Գևորգ Խաչատրյանն է, Վարդան Խաչատրյանն է, սա Գևորգ Խաչատրյանն է, սա էլ Տիկինն է, իդեպ ՌԴ քաղաքացիներ։ Տեսեք, անունները նայեք, այս էլի եք տեսել, բայց ես հիմա ինչի եմ կապում, հեսա կհասկանաք, Լև էներջի, Թարթար էներջի, վայ, հələ նայեք, ում եմ քթեր ստեղ։ Կոմիտաս Կարապետյան, քո կինը սրա հետ ինչ կապ ունի, որը տենց լիազորագիր է տալի, կա, քո վրա էլ է լիազորագիր տվել։ Նայեք, հիշեցիք, չէ, այս նույն մարդիկ են, որոնք այսօր էլիտ ռեզիդենսում հիմնում են, վերջում են ինտելիգենտ դեկանն է, ասում իմը նա, ես արդար եմ, արդար մարդ եմ, հեսա քու արդարը, այդ առանձին խոսալու, մի 45 րոպե քո արդարությունից խոսալու եմ, ես Նարեկ Կեսոյան։ Այս տեսանք, հիմա նայեք, այս էլ կազմակերպությունների անուններն է, այն որ վիզդե նարենի մերին է, որտեղ դե մարդը ընդեղ պաշտոնա զբաղացրել, արցախցիներ բանդեղ չէիք հարցնում, մերի բացի քեզնից այս Արցախում, ուրիշ մարդ չկա ներդրում այն հիմնադրամում, թե դու ամեն ինչի մասնագետ ես, լուրջ էներգետիկ ես, լուրջ տրանս հոլդինգ ես, տրանս, լուրջ ամեն ինչ ես դու, լուրջ շինարար ես, հա? Լուրջ կառուցապատող ես Չարբախում, Երևանում, հա? Դու ամեն ինչ ես, օդում լոչիկ, ջրում վադալազ, Մերի Կարապետյան։ Հիմա նայեք, որ հանգարց այս Արցախի այն ստիպված կոմենտ գրողները ծպտուն չհանեն։ Ես ինչ եմ, ես սա ներկայացնում եմ, որ մենք խոսելու ենք էլիտ ռեզիդենսից, բայց նրա համար, որ հասկանանք, թե սրանք ինչ կապերով են գումարը բերել, թող քնչականն էլ լսի։ Եվ ինչերն են ընդեղ վաճառել բերել։ Նայեք մի հատ էլեմենտար բան, այս նկարի մեջ հետ գնանք մի հատ։ Նայեք, տեսնեք 14 թիվ, 14 թիվ, 14 թիվ, 16 թիվ։ Հիմա տեսնեք, չէ՞, ասենք ստեղ կա 16 թիվ Հակարի ՍՊ-ը, որ Արցախում է։ Մի քանի րոպե հետո ցույց եմ տալու, որ այս Արցախի փողերը լափած, վերցրած, եկել են ստեղ են Հակարի ՍՊ-ը, բացի այս նույն բրիգադը 17 թվին, ես դա սաղ ցույց եմ տալու ձեզ, հանգարց չմտածեք, որ ես մերկապարանոց խոսում եմ, մենք մոտ 2000 էջ սրանց վերաբերալ նյութ ունենք, սրանց վերաբերալ, Նարեկ Կեսոյանի վերաբերալ, Նարեկ Կեսոյանի եղբոր Արտաշես Կեսոյանի վերաբերալ, Օրենբուրգի գործարքների վերաբերալ, Կրասնոդարի գործարքների վերաբերալ, եւ այլն, եւ այլն, եւ այլն։ Հիմա նայեք, այս սենց տեսակ, հիմա սրանից հետո արզում ենք, չէ, նայեք, նայեք, որ ասում են նաև նախաքննական մարմինը շատ անգամ ասում է, բայց այդ փողերը բերել ես, թե չէ, այդ փողերը տարել են իրանց տուն։ Այդ փողերը գիտեք ոնց են բերել ստեղ, այ հիմա ես դեռ շատ պրիմիտիվ ցույց եմ տալիս։ Նայեք, մենք այն մի նկարում ցույց տվեցինք, թե իրանք ինչ են, չէ, ունեցել ընդեղ։ Նայեք, հեսա ստեղ գրել ենք Սերգեյ Ահարոնի Զաքարյան, եսիմ ով։ Կոնտինենտ ՍՊ մերի հետ դե փայատեր ա եղել, բնականաբար, հեսա, նայեք, կոնտինենտ ՍՊ, որ մեկ էլ հետ չգնամ, ցույց տամ ձեզ, կոնտինենտ ՍՊ,
2 միլիարդ լափել են 50 սաշիկն են էլի նայ մինչև 19 թիվ այդ արանքում այդ գումարները որ կոնտինենտ սպան ստացել է բնականաբար սրանք բոլորը հեկեր են եղել Արցախում ասել են ամեն ընտանիք չասեմ էլի որտեվ ընդ շատ խեղճ մարդիկ կան որ Կոմիտաս Կարապետյանի կնգա ամեն տղամարդ ընկեր պետք է մի հատ հեկ ունենա պարտադիր այս կոնտինենտը հիմնել են Արցախում բուկվալնը փողերը վերցրել բերել են ստեղ սարքել են այս կազմակերպությունները նայ կոնտինենտ Թարթար էներգի տեսեք Թարթար էներգի ՍՊ 17 թվականին Հայաստանում ա գրանցվել 14 թվականին Արցախում հիմա որևէ նախաքննական մարմնի մոտ կարող է կասկած առաջանա որ այդ հեկը ընդեղից ապամոնտաժվել բերվել է ստեղ նույն անուններով նայ մերին լուրջ էներգետիկա մագատեից է եկե մերին 2014 թվականին Թարթար էներգի կոնտինենտ ՍՊ Հակարի ՍՊ դե հիմա նայի Սերգեյ Զաքարյանը որ կազմակերպություններում է հիմնադիր կամ տնօրեն Թարթարեն Հայաստանում արդեն նա անդեղ է բացում ես էշի տեղ են էլի դրել եթե որևէ նախաքննական մարմին թույլ կտա կամ իրավապահ համակարգ ես ինձ թույլ չեմ տա ոչ մի ձևի այս դուք չեք տեսնում հա Փողերը լվացումը բա ոնց է ալնում հարգելի իրավապահ համակարգ ուզում եք բեկո լվացքի մեքենա բերեն Սերգեյ Զաքարյանը պարաշոկ առնի Նարեկ Կեսոյանը ապալասկի վծելը առնի մերին էլ ձեռները սենց փեշերին գցելով փողերը լցնի լվա Կոմիտաս Կարապետյանը շպիկեքով կախի հա Պարզ, այս մենակ առանձին հաղորդումը հանցագործության մասին որևէ իրավապահ մարմին հանգարց չփորձեցի։ Սրա մասին դուք արդեն գրել եք, չէ, չեմ գրել, եթե կարդալ չգիտեք, կարդացեք։ Էնա։ Թարթար էներգի, please, Թարթար էներգի։ Ընդ մերինա, ստե մերի Սերոժիկը։ Կոնտինենտ, Լև էներգի, Հակարի ՍՊ, Հակարիում մենք գիտենք ինչ 4 միլիարդից ավել փող են լափել այսինքն վերջում են այս միակ բանը որ էլիտ ռեզիդենսն է որ մերին իբր թե ըտե չի բանանում այս էլ հեսա կապը կասենք էլիտ ռեզիդենսի հետ այսինքն դուրս է գալիս որ այս մարդիկ ընդեղ այդ փողերը ստացել են հետո բերել են միանգամից ստեղ հələ մենք պատերազմի ենք պատրաստվել նայեք 17-15 հարիվ հայաստանցիներ հարիվներ էլի դուրս եկանք մենք Այսինքն մենք ամեն անգամ ասել ենք Արցախը մեր եղբայրներն են ու իրականում Արցախը մեր եղբայրներն են, բայց մերին իմ քուրը չի։ Սերգեյ իմ եղբայրը չի։ Սրանք եթե չլնեին, այսօր իրավիճակ Արցախում այլ կլներ։ Էս էլ իրավապահ համակարգի համար, որ տեսնեք, որ ընդեղից եկել են։ Եկել աստեղ 15 թվին հələ մերին, երբ որ մենք այտենց Էշեշ նստած մտածում ենք թե մեր հետ ինչ է ալնելու ինքը տենց գործարար կին է 15 թվին եկել աստե տրանս հոլդինգ Չգիտեմ չեմ ուզում բերանս բացեմ էլի պրոստը չեմ ուզում Հիմա նայեք սրանից հետո այս Սերգեյն էր տեսանք հիմա Վարդանին տեսնենք որ չասեք Մարինան հանգարց մի բան հորինել է Ստեփանակերտի ժողովուրդ նամուս ունեցեք Դուք սրանց ոնց եք պաշտպանում, սրանք ձեր բալեքին տարան, դուք որ պատվալներում էիք, սրանք կայֆերի մեջ էին, լավ դուք արժանապատվություն ունեք, ընդեղ եք վախենում, ստեղ եք սրանցից վախենում, լուրջ, ես Արցախը ուրիշ ձևի գիտեմ, Արցախը գեներալներ տված, մարշալներ տված հողա, Արցախում այտենց կուծի-պուծի պաղկվածներ չեն եղել, դուք չեք ամաչում, որ սրանց այսօր կումիր եք սարքի, ինչա թե էլիտ ռեզիդենսում կարող է մի կաշկա շիբենտան մեկը կշի տանի ստրոյկայում թափի։ Դուք եթե նամուս թասիփ հիմա ունենաք, պետք է գնաք այդ էլիտ ռեզիդենսի Մոնտե Ամալիրը,
բոլորդ մտնեք մեջը, այն որ 17 բնակարան մենակ Մերի Կարապետյանը ընդեղ ունի, 17-ա, 18-ա, 15-ա, չգիտեմ ինչ ունի։ Գնաք հենց հիմիկվանից 20-ա, Պարկովկայա 15-ա, չգիտեմ, այնքան գույք ունենք, հենց հիմիկվանից գնաք ու մտնեք այդ տներում ապրեք, որտեվ դա եթե դուք չեք անելու, այսօր Հայաստանում լիքը կարիքավոր ընտանիք, այն որ տեն մենք զովունի ու վագոնի մեջ են ապրում, այդ մարդիկ, այդ մեր փողերն է։ Հասմիկ տոտան այդքան պերաժոկ չի թխել, որ Հասմիկ տոտայի բալա Վարդան ու Գևորգ Խաչատրյանները գանստե օլիգարխ դառնան։ Այդ դպրոցում տնտեսվար հայրը, թե ամենայն հարգանքով հրուշակագործ մայրը շատ վատ ապրող եք դուք եղել այնտեղ։ Շատ վատ։ Այդ ո՞նց եղավ, որ տենց մաքած օլիգարխ դառաք, բայց ֆոկուսի ձևն ասեք, էլի։ Սերգեյ Զաքարյանը, հա, ես Սերգեյ Զաքարյանով ներող կլինեք, ես մոռացա, այսա պետք է ես ցույց տամ։ Սերգեյ Զաքարյանի հետ հələ այս Մերի Կարապետյանը ինչ լիազորագրեր ա տվել եւ Տարոն Մարգարյանով Երևանի քաղաքապետարանը հատուկ որոշում ա կայացրել եւ հողերի նշանակությունը փոխել ա ներքին Չարբախ սեփականության իրավունքով Մերի Կարապետյանին պատկանող 184 հողամասը, որ մեր հետո հասցեն փոխել, որ Մերին ընդ շինարարություն անի եւ Մերին լիազորագիրը տվել ա վասալին նստել ա Не царское это дело. Вассал поедет. Вассал прибежал, Տարոն Մարգարյան подписал, Բակո позвонил. Արա դուք չեք ամաչում։ Իրականում ամոթը լավ բան է։ Ու ես գժվում եմ, երբ որ Արցախից տեղահանվածները, որ մի կերպ են էլի, նոր տարին է գալի որ երրորդ, մարդկանց մեծ մասը տուն չունի ապրելու։ Դուք նամուս ունեք Չարբախում շինարարությունն է, Մերի դու հեկիստ ես, չեկիստ ես, շինարար ես, բրիգադիր ես, մոյշիկ ես, մատ կոմնորոշվի, պարկովշիկ ես, ինչ ես դու։ Մարդուս գժվելը գալիս այս ամեն ինչի վրա։ Այս Մերի ու Սերոժիկի կապը, այն մնացած կապը թող իրա մարդը կոմիտասը բինոկլ առնի նա ես դա ինձ անհետաքրքիր է։ Հիմա մենք անցնենք այս Վարդան Խաչատրյանին, որը այդ բանն էր, հաշվապահն է եղել Կոմիտաս Կարապետյանի, ուրիշ մարդ չկա, որ Արցախից հարուստ լինի։ Սրանք գենետիկ հարուստներ են եղել, Տիկին Հասմիկի տղան։ Վարդան Ստեփանի Խաչատրյանը, Ստեփան Խաչատրյանը պատվով շատ լավ մարդ է եղել, տնտեսվար աշխատել թիվ 10 դպրոցում Ստեփանակերտի։ Դեն մեկ նույն անունները, Հակարի, Թարթար, Արցախում, Լև Էներգի, էսել այնքան ընտանիք սիրող մարդիկ այս Խաչատրյանների տոհմը, այն որ բլոտ խաղալուց ասում են ոչ մի սայի թշնամուն, հիմա սրանք ասել են ոչ մի տոկոս ուրիշ մարդ Արցախից, այս ներդրումային հիմնադրամը հատուկ ստեղծվել է մեր ընտանիքի համար։ Աղբորն ա բերել, ինչ էր սրա անունը, սկի չեմ էլ կարողանում հիշեմ։ Հեսա կգտնեմ։ Այնքան շատ են արի ու արի, ես չեմ հիշում աղբոր անունը, եւ սրա կինը Ալեքսանդրա, եթե չեմ հիշում վերջը Ալեքսանդրա Զաքարյանն էր, հա։ Գևորգ Խաչատրյան, ներողություն։ Գևորգ Խաչատրյանն ու իր կինը Ռուսաստանից, այս աղջիկն էլ եսիմ որտեղ դասա տալիս, ինչ անում, Արմինե, եսիմ օշումա, կոշումա, արեմ, չգիտեմ որտեղ է, վերջը։ Այտենց էլ ենք գտնելու Նարեկ Կեսոյան կապը քո եղբոր հետ։ Իմիջի այլոց sense պրոստը ասեմ էլի, ՀՊՏՀ-դեկան։ Սրանց էլ բերում, մտցնում փայատեր։ Բա ոնց։ Ինչի ուրիշ մարդ չկար, вообще։ Ուրիշ ոչ բաբո կար, ոչ ձեդո կար, ոչ անապահով ընտանիք կար։ Լոխ ծերն է, լոխ։ Հայաստանի Հանրապետությունում էլ էլի տրանս, էլիտ ռեզիդենսում իմիջիալուց չմոռանանք, որ սրանք էլ կան։ Մենք հեսա դրան էլ ենք անցնելու, իսկ ով էր Վարդան Խաչատրյանը։ Ասում գնացեք Կիև եւ հարցրեք ով էր Պանիկովսկին, ով էր Վարդան Խաչատրյանը, Վարդան Խաչատրյան
Արցախում Կոմիտաս Կարապետյանի հաշվապահ, այսինքն սրանք բանդայի ղեկավարը Կոմիտաս Կարապետյանը, սրանք այդ OPG-ի անդամներն են, ուլնայք բոլորն իրար հետ կապված, ասենք մի դրվագ չէ, էլի, որ վաղ երկրի դատախազը ասի, այո, գիտեք ինչ հիմքերը անբավարար են, չէ, լրիվ բավարար է, լրիվ, սա կլասիկ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող գործ է, հասկացանք քանի դրվագներով նախաձեռնված է քննչական կոմիտեում, ես էլի եմ ասում, եղել եմ բնականաբար ցուցմունք եմ տվել եւ չեմ կարող իհարկե հրապարակեմ։ Ես ինչ եմ ասում ընտանիքներով, որովհետեւ ես խնդրում եմ մի հատ Ալեքսանդր Զաքարյանի նկարն էլի ցույց տակ, տեսեք, ընդ եթե չունենք նկարը, բայց իմացեք, որ ուղղակի այդ Ալեքսանդր Զաքարյանն է Սերգեյ Զաքարյանի աղբերն է, հեսա ես ձեզ ցույց կտամ, Սերգեյ Զաքարյանի աղբերն է։ Հիմա ստեղ մի հատ ուրիշ բան նայեք, էլի նայեք այդ Վարդան Խաչատրյանների ընտանիքին ենք անդրադառնում, հեսա Lev Energy-ում, տեսեք, հիմա էլ Արմինե Ասատրյանն է, Elite Residence-ի իրական շարու, Արմինե Ասատրյան, դու Ռուսաստանի Դաշնության քաղաքացի ես, մի հատ էլ բեր տենանք ինչ ունես աշխատած, ու ոնց ես գալիս դու Հայաստանում, այսինքն ձեր ընտանիքից դուրս էլ մարդ չկա, հա, ու դուք սաղդ էլիտ եք, դուք էլիտ ուրիշ բան եք, էլիտ մսամթերք, էլիտ ռեզիդենս, էլիտ գրուպ, էլիտ, դուք էլիտնի ուրիշ բան եք, մի շփոթ եք, ու ՔԿՀ-ներում ձեզ էլիտնի կպահեն, շատ էլիտնի կլնեք այդտեղ, Արմինե ջան, Աբովյանում կլնես էլիտնի, այն մնացածն կլներ մնացած ՔԿՀ-ների էլիտնիները, նայեք, էլիտ ռեզիդենսին, դե ռեզիդենսն է պիտի լինի էլիտ, ուրիշ բան չի կարող լինի, որտեղ իրանք սաղ էլիտար են, իրականում մարդու ներվայնությունը գալիս է, մենք սրանց մասին հետո ենք խոսալու, բայց ես հիմա ուզում եմ ձեզ ցույց տամ որոշ բաներ եւ անցնեմ սրանց իմիջիալոց սրանից հետո մենք երևի այդ տրանս հոլդինգը ցույց չտվեցինք թե ովքեր են եղել, ոչինչ, հիմա այստեղ ցույց կտանք ու հետ կգնանք, մի քիչ հետո առաջա, որովհետեւ այնքան շատ է ինֆորմացիա, հնարավոր չի, նայեք, Elite Residence PB Էս այն է էլի, որ 21 թվականին սրանք հիմնել են, տեսեք 1903-21, էլի եմ ասում, սրանց անուն չեմ գտնում ես տալում, իրականում էլի, հարա դիակները չսառած դուք վազում եք էլիտ ռեզիդենս եք հիմնում, ես ձեր են Արմինե Ասատրյան, ՌԴ քաղաքացի, Ալեքսանդր Զաքարյանն էլ նոր ասում է Սերգեյ Զաքարյանի հալալ աղբերն է, այսինքն սենց տնից դուրս ոչ հիմա չկա, ես դուք ով եք, ձեզ ում տեղն եք դրել, ում տեղն եք դրել, դուք այսօր պիտի, այն հասարակ արցախցուն փողը լափել եք, նրանց կոշիկ փայլացնող լինեք, եթե նրանք լայախ կանեն, կոշիկը դեմ տան, կամ չայդանով չայ բերողա, ով եք դուք, Արմինե Ասատրյան, բացի բերանը, խի չէ որ, կար չկար, մեկ է հոպ, ես էլիտ ռեզիդենսի շահառուն եմ, որ հետո պիտի ծախեմ ՀՊՏՀ դեկան Նարեկ Կեսոյանին, լուրջ, Նարեկ Կեսոյան, մեծ մարդ ես, ֆինանսիստ ես, չգիտեմ ինչիստ ես, լոմբարդիստ ես, լողավազան լվացողիստ ես, ծաղկաձորիստ ես, դու չես իմանում, որ գողացած ապրանք չեն առնում, լուրջ, դու բաներ, տրակտորիստ էիր, եկար ասեցին ես էլիտ ռեզիդենսը քոննա, ու դու չասիր, մի հատ բերեք ես որպես ֆինանսիստ դեկան, դաս եմ տալի մարքեթինգի բաժնում, տնտեսագիտականում, մի հատ տեսնեմ արդյոք սա օրինական ճանապարհով ձեռք բերված գույքը, հա, որ տրակտորիստ լիներ, կասենք, հա, նորմալ է, Դուլը սպասի, ու շատ իր ադի-բուդի տար, կանյակ կամել առ մի 50 գրամ նստի սպասի, ես տես ինչեր են քո մասին բացահայտել, բաբշե անհետաքրքիր ես դու, եթե քո պեսները չլնեին, քո պես ֆինանսիստը դիգնար հաղորդում տար հանցագործության մասին, ասեր կեղտոտ ճանապարհով ձեռք բերված բանը, ես ինձ ասում են դարձի մեր շահառուն, ես էլ ասում եմ ես կարամ մենակ ձեր շահը դառնամ, դուք իմ ծառաները տանեմ ձեզ դատի տամ,
Ֆակտի նալիցո։ Եվ էդ էլ ասեմ, այնպես չի որ Նարեկ Կեսյանին պատնոսի վրա բերել են, ասել են այս 100%-ը գնեք, պարոն դեկան, ինքն է տենց պայտակ ասել է ինչ էժան ապրանք, հա գողացած ավտո է, էժանով առնեմ։ Հետները տվե առել է 25% ա եղել շահառու, հետո 85% ա եղել, հետո էլ 25 թվին դարել է 100%։ Այս արանքում 25%-ը ասենք իրանց հարաբերությունների կոնֆետնը բուկետնի պերիոդներ նորեն իրարից հոտ քաշում ծանոթանում իրար տուն գնում մինչև 24 թվականի փետրվարից 25 թվականի փետրվարը որեն 60%-ն էլ առնում չի հասկանում այդ փողերը որտեղից է ֆինանսիստ դեկանիստը թե փողը մուտտեղը լույս է տալիս Սպասի հլը։ Սա էլ էլիտ ռեզիդենսի իրական շահառուներն են։ Հիմա Ժորժ ջան, դուք ինձ կարող է հանգարց ասեք, որ գիտեք ինչ, դու արցախցիներին չես սիրում, սեփ ես խրում, սեփ չեմ խրում, ուզում եմ իրանց խրեմ ՔԿՀ-ները։ Լավ խրեմ, սենց դարսվեն իրար վրա։ Ու այդ գրողները վաղը որ տենա սրանք բանտարկվել են, ասել են ուռա, լոխ լավա, գնանք այդ տները ապրեն, բա դուք հիմա համարձակություն չունեք, դուք սրանցից հաշվետվություն չեք ուզել, ատչոտ ձեր, ասակ քեզ որտեղից, այ մերի, Մարինան գյուդում չի, լեհա մենք գյուդում ենք դու հուվս, գյուդում եք չէ, Վարդան Խաչատրյան, Հասմեկին խոխենես չէ, գյուդում ենք հուվս, էդ վախում եք ասեք, կոմենտ գրեք, եթե դաժ դրա համար են փող տալի, ջանդամ, թող իրանցից մի բան դուրս գա, ուրեմն ես նորից եմ ասում, այս էլիտ ռեզիդենսի և Նարեկ Կեսյանի մասին ու հլը մեկ էլ այս սրանց մասին, մենք էլ ենք խոսալու, սա ընդամենը ցույց տվեցի, որ տեսնեք, և հաջորդ անգամ մանրակրկիտ, չնայած ես կուզենայի մի պահ, եթե հիմա կարող ենք անդրադառնալ, որ չկրկնվենք, իմ նողկում եմ սրանցից, հիմա նայեք, այս որ ասում են մերին ինչ կապ ունի, մերին ինչ կապ ունի, Կոմիտաս Կարապետյանը ինչ կապ ունի, Կոմիտաս Կարապետյան, դու մենակ մի պարագայում կարող է կապ չունենաս, եթե մերին քո կինը չի, տղաներն է քեզնից չի, տղաներն է ուրիշից է, հետո դու կապ չունես սրա հետ, вообще, ոչ մի ձևի, никак Ты кристально чистый человек. Просто ոչ կնիկն ակոնը, ոչ տղեկն են կոնը, ոչ հաշվապահն ակոնը, ոչ բյուզանդի վրա այդ տունն, ոչ չի բան չունես։ Հիմա նայեք, այս մերին ու մերի այս ցեղը, կոմիտաս այս ցեղը, ստեղ հիմնել են Trans Holding SPA-ն։ Trans Holding SPA-ն հիմնվել է բավականին վաղուց եւ Հիմա ես չեմ ուզում գնա մինչև հին թվերը, նայ, իրա այստեղի գործադիր մարմնի Trans Holding-ի ղեկավարներն են, կարակ այս հանելուկին պատասխան տակ են, որ ասում է, из двух попыток догадайтесь кто։ Մերի Սերգեյն ու մերի Վարդան։ Դե մեռանք անունները տալով, Սերգեյ, էլ ուրիշ մարդ չկա, մերին շատ անդավաճան կինա, ասենք կարարներ Ստեփան Ղազարյան, Ղազար Ստեփանյան, չէ պտի լինի յա Սերգեյ Զաքարյան, յա Վարդան Խաչատրյան, ինքը ուրիշ տղամարդկանց վրա չի նայում այս մարդը, չի նայում էլի, բրավո մերի, այս Trans Holding-ի տնօրեններն են, այսա նայք չասեք, սուտ է, լգդի սուտ է, լրիվ ճիշտ է, Trans Holding-ի հիմնադիրները նայք ովքեր են, Չեմ ուզում հիմա սենց տարիներով ասեմ, Էրիկ Կոմիտասի Կարապետյան, 25% դաժնետեր ա եղել, Էրիկ Կարապետյան Կոմիտասի, դա Կոմիտաս Կարապետյանի ենթադրաբար տղան է, որտեղ բնակվում է նույն հասցեում, որտեղ որ Կոմիտաս Կարապետյանը, բայց դե Կոմիտաս Կարապետյանը ոչ տուն ունի, ոչ էշ ունի, ոչ ավտո, ոչ շիման չունի, գույք չունի, չգիտեմ կնիկ ունի թե չունի, այս իր երեխեքն են թե չէ, բայց դες իրանց հայրանով է գրվում ու բոլորը բնակվում են Բյուզանդ փողոց, դե Բյուզանդ փողոցի վրա են պորտերները կտրել Ստեփանակերտի կենտրոնի Բյուզանդ փողոցում։
Երևան, Հայաստան, կենտրոն, փողոց Բյուզանդ 87 շենքերն սիրուն շենքն է Բյուզանդի վրա։ Արցախից բռնի տեղահանվածներ, քանիսներ դեք դրա կողքով կարողանում անցնեք։ Քանիսը այնտեղ տուն ունեք։ Հետաքրքիր է, էլի։ Շուշտ կոմենտ գրեք, կարող կոմենտի համար 1000 դրամ տա։ Կամո Էդիկի Կարապետյանը դա Կոմիտաս Կարապետյանի հալալ եղբայրն է։ Կոմիտաս Էդիկի Կարապետյան, Կամո Էդիկի Կարապետյան 50%։ Մերի Կարապետյան, տեսեք, այս մարդը հիմա տրանսիտ է անում։ Այնտեղ եսի ինչ էր անում, հեկիստեր, հիմա տրանսիստ է երևի, տրանս հոլդինգիստ է ավելի շուտ կներեք։ 50% Մերի Կարապետյան, դե որտեղ Մերի Կարապետյան, տնօրենները չլինեն Վարդան Խաչատրյան, Սերգեյ Զաքարյան։ Ում իր մարդը չէր լինելու։ Եվ Էդուարդ Կոմիտասի Կարապետյան, Կոմիտասի մյուս տղան, ուրեմն Կոմիտաս Կարապետյանը թղթով, թղթի վրա ունի մի կնեգ ու երկու խոխա, 3 հա, մեկը փոքր է, 2 խոխա։ Էդիկ եւ Էրիկ։ Դեր մեկ էս տրանս հոլդինգը։ Էդիկն ու Էրիկը շատ երիտասարդ են, թե ոնց են այդ 50% փայերը ձեռք բերել։ Կարող է մամայի ընկեր Սերգենը նվիրել կամ Վարդան Խաչատրյանը, չգիտեմ։ Կոմիտաս Կարապետյան, այդ դու մտածի։ Իսկ ամենավերջում ուզում եմ ասեմ, որ ամեն անգամ ուզում ենք կարճ խոսանք, բայց իրականում այս խոսակցությունը շատ երկար է տևում, որովհետև սա անհնարին է։ Եթե Կոմիտաս Կարապետյանը, Մերի Կարապետյանը բերի ուշտանի Կարալևսկի խկրավեի, Բաքվից են ժառանգություն ստացե կամ չգիտեմ խաների հետնորդներ են, Սերգեյն ու դե Վարդանը վաբշե, եսիմով են, լավ ամոթ չի, ու սրանք լկտիանում են, քանի որ իրավապահ համակարգը շատ դանդաղա քննում այս գործերը, որտեվ իրանք այս անունների մեջ երևի խառնվել են։ Ես կարամ մենակ իմ փոխարեն ասեմ, մեր թիմի փոխարեն ասեմ, իրավապահ համակարգը ինչ կանի, ում կանի, ոնց կանի, քանի անգամ կանի, ես չեմ կարող ասեմ։ Բայց որ մենք մեր անելիքը անելու ենք, դա 100% է։ Միևնույն ժամանակ կոչ կանեմ Հայաստանում գտնվող մեր ժողովրդին, այսինքն եւ Արցախից բռնի տեղահանված եւ մեր այստեղ ծնված մեծացած տարբեր մարզերում, խնդրում եմ, մի եղեք այդքան ստրկամիտ, սրանք այդքան վախենալու չեն, ինչքան ձեզ վախեցրել են, գնացեք եւ տեր կանգնեք ձեր ունեցվածքին, սա ի վերջո ձեր ունեցվածքն է, ոչ Կոմիտասի հեր Էդիկը նա տվել, նոր շենացի Էդիկը, ոչ Մերի Կարապետյանի հերնա տվել, ոչ Հասմիկ Տոտանա տովալ են Վարդան ու Գևորգ Խաչատրյաններին, ոչ Սերգեյ Զաքարյանի մերն ու հերն են տվել, սրանք ուղղակի մեզ էշի տեղ դրած, մտածում են, որ իրանց թուրը ստեղ աչու ձախ կտրում է, ես այդ ձեռի թուրը վերցնելու եմ, մենք որ փոքր ենք, մի հատ խաղ կար, ասում են ամեն մեկի ձեռինը, մնացածը պարզ է, լավ մնացեք։